2007 թվականից Հայաստանում իրականացվում է Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագիրը։ Մինչ օրս դրա շրջանակներում կառուցվում եւ վերանորոգվում է 7 առողջապահական ու գյուղատնտեսական լաբորատորիա։ Այսօր շահագործման են հանձնվել արդեն գլխավոր կառույցները։ Հայաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատորիան եւ դրանից տեղակայված գյուղատնտեսության նախարարության հատուկ վտանգավոր պաթոգենների լաբորատորիան։ Նոր լաբորատորիաները զբաղվելու են բնական ինֆեկցիաների, օջախների, ինչպես նաեւ ինֆեկցիոն հիվանդությունների ուսումնասիրությամբ։ Կենտրոնի կառուցվածքում գործում են 7 լաբորատորիաներ, այդ թվում մանրիաբանական, վիրուսաբանական, հատուկ վտանգավոր, սանիտարաքիմիական, մակաբուծաբանական, տոքսիկոլոգիական եւ ճառագայթաբանական։ Լաբորատորիաները հագեցած են նորագույն սարքավորումներով, որոնք թույլ են տալիս զանազան վարակների հետազոտությունն առավել անվտանգ ու ժամանակակից մեթոդներով իրականացնել։ Մենք սրանով ինչ ձեռքբերումներ ենք ունենում։ Առաջինը, որ հանրային առողջապահության ոլորտին մի շարք խնդիրներ են լուծվում, այսօր ծառացած, դրանցից հիմնականում դա կադրային եւ գիտական ներուժի զարգացումն է, միջազգային չափանիշներին համապատասխան լաբորատոր կարողությունների զարգացումը եւ ամենակարևորը դա հատուկ վտանգավոր վարակների համաճարակաբանական հսկողության համակարգի զարգացումը։ Լաբորատորիաները զբաղվելու են նաեւ գիտական ու կրթական գործունեությամբ։ Հայաստանի բոլոր շրջանների մասնագետները կարող են այստեղ վերավորակավորվել ախտորոշման, հարուցիչների ուսումնասիրության ու բուժման գործում։ Համատեղ օգտագործման ուսումնական կենտրոն ունենք, որտեղ մեծ ծրագրեր ունենք նախապատրաստական արդեն, համատեղ ծրագրեր իրականացնելու, մասնագետների վերապատրաստման, համայնքային անասնաբուժների վերապատրաստման, միջազգային ծրագրեր իրականացնելու համար, ինչու՞ չէ նաև ուսուցողական ծրագրեր, որովհետև մեր բարձրագույն ուսումնական հաստատություններում մինչև այս պահը լաբորատոր մասնագետներ չեն պատրաստվում։ Միևնույն ժամանակ այստեղ համաշխարհային չափանիշներով մշակվելու են մարդկանց ու կենդանիների բուժման ախտորոշիչ նոր մեթոդներ։ Մեր լաբորատորիան նաև հագեցած է համակարգիչներով, համակարգչային համակարգով, որը տալիս է մեզ հնարավորություն մեր առողջապահության գոլեգաների հետ միասին համատեղ աշխատանք կատարել զոոնոզային հիվանդությունների առումով, որը մարդկանց վնաս է պատճառում։ Այսինքն, եթե մենք ախտորոշում ենք շատ վտանգավոր հիվանդություն, որոնցով կարող են հիվանդանալ մարդիկ, վարակվել, միանգամից մեր գոլեգաները տեսնում են ախտորոշումը։ Հարուցիչները անջատելուց հետո հետագայում հնարավորություն կունենանք այն պահպանելու, իսկ պահպանելուց հետո հնարավորության դեպքում մենք կարող ենք հարուցիչների հետ գիտական աշխատանքներ իրականացնել, ուսումնասիրելով դրանց ախտածնությունը, համեմատելով այլ հարուցիչների հետ, իսկ դա շատ մեծ հնարավորություն կտա հետագայում նմանատիպ հիվանդություններ նույն ախտածինների հայտնաբերման դեպքում ավելի ճիշտ, ավելի ժամանակին, ավելի արագ պայքար իրականացնել։ Պակաս կարևոր չէ նաև այն փաստը, որ նոր պայմանների շնորհիվ մասնագետների աշխատանքն առավել արդյունավետ ու անվտանգ է դառնալու։ Նախկինում կատարված հետազոտություններից բացի կատարելու ենք նաև մի շարք այլ նոր հետազոտություններ, նոր մեթոդաբանությամբ եւ բացի դա հնարավորություն է տալիս ավելի մի շարք մեթոդաբանություններ, որոնք արագ ախտորոշել տվյալ հիվանդությունները։ Սա հնարավորություն կտա արագ արձագանքելու յուրաքանչյուր հիվանդության եւ կանխարգելման աշխատանքները առավել արդյունավետ իրականացնելու համար։ Ռազմավարական նշանակության այդ կառույցների ստեղծման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել անվտանգությանը, օդորակման համակարգերին, ինչպես նաև սեյսմակայունությանը։ Շենքն ունի նաև գլխամասային համակարգիչ եւ պոմպակայան, նախատեսված մաքուր ջրի եւ հակահրդեհային համակարգի համար։ Կարևոր է համարում նաև նորաստեղծ լաբորատորիայում եւ հարևան երկրների նմանատիպ լաբորատորիաներում ներդրված էլեկտրոնային համակարգի առկայությունը, որը ժամանակին տեղեկատվություն կհաղորդի եւ Հայաստանի Հանրապետությունում եւ հարևան երկրներում գրանցված եւ ախտորոշված հիվանդությունների մասին։ Դա շատ կարևոր է, որտեղ այսօր մի քանի ժամ հապաղելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Լաբորատորիաների գործարկումը կնպաստի Հայաստանի տարածքում գործող բոլոր լաբորատորիաների հետազոտությունների որակի ապահովմանը եւ հայտնաբերված հարուցիչների նույնականացմանը, պատշաճ համաճարակաբանական ու կենսաբանական մոնիտորինգի հետագա զարգացմանը, կենսաբանական անվտանգության պահանջների ապահովմանը, կխթանի լաբորատոր ոլորտում գիտական հետազոտությունների իրականացմանը, միջկերատեսչական ու միջազգային համագործակցությանը։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը այսօր էլ
ունի բավականին լայն մասշտաբների համագործակցություն, դա ինչպես լաբորատոր ոլորտում, այնպես էլ համաճարակաբանության ոլորտում, տեղեկատվության փոխանակում, իրավիճակի ճիշտ գնահատում եւ մի շարք ծրագրեր, որոնք համատեղ իրականացվում են, բայց այս կարողությունները մեզ հնարավորություն են տալիս, որպեսզի հետազոտությունները հիմնականում ավելի ծավալով մեծ լինեն։ Նոր լաբորատորիաներն իրենցից ներկայացնում են ռազմավարական, տեղեկատվական վերլուծական հզոր ներուժ ու խոշոր գիտահետազոտական տեխնիկական բազա, որոնք կենսաբանական վտանգներից Հայաստանի բնակչության առողջության պահպանման գործը թույլ են տալիս շարունակել նոր, միջազգային չափանիշներին համապատասխանող հնարավորություններով։